Բալանս ամենադժվար գտնվող կետը։ Բալանսը հասկանալու համար պետք է ունենալ ու քշել տարբեր ավտոմեքենաներ։ Սպորտ սեդանից սկսած, մեծ ռամայով ջիպից վերջացրած։ Իրանց տարիներով շահագործել տարբեր պայմաններում, սպասարկել, քշել ցրտին, ծնին, շոգին, վատ ճանապարհներին, օֆրոդում, քաղաքում, մայրուղում։ Նաև գալիս է այն միտքը, որ չես ուզում ավել վճարել, քան մեքենան կա, բայց ուզում ես ունենալ պրեմիում մեքենա, առանց քեզ խաբված գալու գերավճարով։ Եվ որն է այն կետը, որից աջ կամ ձախ տուժում է կոմֆորտը կամ սպորտը։ Իմ համար այս սանդղակի բալանսում կա երկու մեքենա՝ Audi Q5 և BMW X3։ Ու այսօր ես կթեստավորեմ 2014 թվականի Audi Q5-ը։ Պիքսելները ոնց որ 90-ականների Nintendo-ի, Dance-ի, Sega-ի գրաֆիկան լինի։ Audi-ի համապատասխան խոսքը ձիքն է, ձիք։ Այն որ ասում եք գնդակ ավտո։ Եթե դուք հանկարծ ուխտի պես սիրում եք ջուր խմել, ապա ձեր ջրի պաշարը հաստատ չի պակասի։ Ծանոթացեք, շեդևր, ու հիմա ասեմ թե ինչու։ Հետները սենց լեզու գտնեք, նո այս մեկի հետ լեզու գտնել չի լինում։ Ոնց ուզում եք նստեք, ձեր 5-րդ կետի վրա միշտ էսից գալու եք։ Իհարկե շատ խնդալ է այս մոնիտորի չափը, նույնիսկ երկարությունով իմ հեռախոսը ավելի մեծ է, բայց հատուկ Mercedes-ների եւ BMW-ների համար, որ ձեզ մենակ չզգաք, տեսեք, ճրճրիկ կաստե, ձեր աղբերն է։ Էսի iPhone 16 Pro Max-ն է, նայեք, բարձրությունը iPhone-ի երկարության չափ է։ Նույնիսկ իր 20 դյույմ անվահեծերով ու սպորտ պատվեսկայով հանգիստ կարաք օֆրոդ քշեք։ Բարև բոլորին։ Այսօր թեստում եմ Audi Q5 Quattro 2014 թվականի։ Այն առաջի սերնդի ռեսթայլինգն է S-Line կոմպլեկտացիայով։ Շարժիչը 3 լիտր TFSI, կոմպրեսոր 272 ձիաուժ, փոխանցման տուփը 8 աստիճան ավտոմատ ZF ընկերության։ 0-ից 100 կմ/ժ արագությանը մեքենան հասնում է 5 ու 9 վայրկյանում։ Անվահեծերը 20 դյույմ, գետնից բարձրությունը 200 մմ, երկարությունը 4 մետր 63 սանտիմետր, մեքենայի քաշը 1 տոննա 770 կգ, բայց կախված կոմպլեկտացիայից այն կարա լինի տարբեր։ Բենզինի ռեալ ծախսը մայրուղում 6-8 լիտր, քաղաքում 12-ից 14 լիտր 100 կիլոմետրին։ Շարժիչները լինում են նաև տարբեր հզորության, 2 լիտր տուրբոներ, 180-ից 230 ձիաուժ հզորությամբ, դիզելային 2 լիտր տուրբո և 3 լիտր տուրբո տարբեր հզորություններով և 2 լիտր հիբրիդային։ Նաև շատ տարբեր են լինում Q5-երի կոմպլեկտացիաները կախված շուկայից և կախված կոմպլեկտացիաներից մեքենան կարող ունենա շատ պարզ օպցիաներ և վերջանա պանորամայով, նստատեղերի հովացումով, Bang & Olufsen աուդիո համակարգով, գծանշումների մեջ մեքենան պահող Line Assist համակարգով, ադապտիվ ամորտիզատորներով, մի խոսքով։ Կոնկրետ ես ընտրել եմ եվրոպական սպորտ տարբերակը։ Q5-երը լինում են նաև off-road կախոցներով, որ չվնասեք իրան քարերի ու ցեխերի մեջ տանջելուց, որովհետև մեքենայի off-road պոտենցիալը մեծ է և կարաք հավեսի ընկնեք ու տակերը քերեք։ Audi Q5-ի անմիջական մրցակիցներն են BMW X3 F25-ը և Mercedes GL-կան։ Եվ ոնց տեսնում եք, հերթը հասավ իմ մեքենային։ Ասեմ, որ ի սկզբանե ես Q5-երը առանձնապես տենց տեսքի առումով չէի սիրում, նույնիսկ հաշվի առնելով, որ ընդհանուր Audi-ն ես սիրում եմ, Q5-ները միշտ սենց կողքովս անցել են, ու իրականում իրանց դիզայնը շատ համեստ, զուսպ, սենց հավաքված, բայց քանի որ իմ մոտ է մեքենան, ես մեքենայի սթայլինգը մի քիչ փոխելով, ինձ թվում է ավելացրեցի իր խարիզման, փոխեցի իրանց անվահեծերը, դրեցի RS6-երի 20 դյույմ անվահեծեր, բոլոր իր վրայի խրոմերը black style սարքեցի։ Մեքենայի բարձրությունը, եթե բորձուրով չափենք, այս է մեր 15 սանտիմետրանոց բորձուրը, այս ամենատակը ինքը ստեղ 20 սանտիմետր է, բայց եթե գաք սենց բորձուրների մոտ կանգնեք, ստեղ հələ տեսեք ինչ բորձուր, ասենք ինչ պանելների մոտ կարաք կանգնեք, ու ընդհանուր առմամբ իր այս անկյունները բավականին սենց թեք են, ու այս տակերն էլ հələ տեսեք ինչքան տեղ կա։ Այս հետևի հատվածները լրիվ բարձր է, նույնիսկ եթե նայենք գլուշիցելներն, իրանք սենց թեք են արած, որ եթե դուք ինչ-որ սենց մռութով սենց մի հատ տեղ հելնեք, ձեր գլուշիցելները չքերեք։ Ու ինչևէ, ես սառեցի, գնացի, ես Սևանից արագ տեղափոխվեցի Ազատի ջրամբար, որտեղ Սևանում արդեն սառում էի։
ստե այս լայնը պայմանավորված է այս մանր գծերով, այս կողքն աստե sense մի քիչ ուռած, հետևի բամպերն ուրիշ տեղելի ուռածա, ու այն ինչը որ իսկականից տեսքը փոխում է, դա այս սև հատվածն է սովորականների մոտ sense հարթ սպիտակա, այս մի քիչ իրան խարիզմա է ավելացնում, մեկ է սպոյլերի վրա sense կես մատ փոսիկ կա, բայց սրահում է Tesla-ը ավելի շատ արտահայտված։ Բացի այն, եթե նկատեցիք իմ մեքենայի ապակիները մքեցված չի, ես չեմ սիրում մքեցված ապակիներ, կամ պետք է ամբողջությամբ միատոն մուգ լինի, կամ ամբողջը բաց։ Դες ինչ որ չալպուտուրիկ զեբրի նման հետևը մուգ, դեմը բաց։ Այդ էս պարտադիր չի sense մեքենա ունենալ, որ sense տեղեր բարձանալ։ Մեկ է լիքը մանր մունր խազեր կար էս ապակիների վրա, մեքենայի վրա, նախորդ տերը ցեխոտ ապակիների իջացրել ու սաղ դրանք խազեր էր եղել, բայց ես դրանք լրիվ հանեցի Delta Detailing-ի տղաների օգնությամբ, դիմապակինը լի մոտ լրիվ sense խազերի մեջ էր, գիշերները նորմալ չէի կարում տեսնել, հեսա ցույց կտամ միջև այդ ոնց է եղել ու ապակիների պալիրովքից հետո ոնց է եղել, ստեղ էր ինչ որ քարերի թռած տեղեր կար, բայց ասեմ դες որ իրա լակը շատ պինդ է, ի տարբերություն իրա տարեթվի Porsche Cayenne-ի ու Touareg-ի, իրա լակը, այսինքն այս ներքի շերտը ավելի հաստ է, բայց մեկը շատ արագ մեքենան քշելուց մանավանդ մեր հայկական իրականության մեջ քարմար ինչ կար, սա sense թռել էս ծերերին խփել էր, բայց մեզ ստե ոչ մի բան չեմ տենում, ստե նույնիսկ մի քանի խազել էս էի բամպերների վրա ավելացրել, բայց այդ սաղ հանել են, դռների էս հատվածներն էր sense ինչ որ ներքը տեղ ինչ որ թռաձերվի բացել են կողքի մեքենա պատ ինչ կար խփել են, բայց ստե լրիվ էս ամեն ինչը կարգավորած է։ Հետևի բամպերի վրա կար լիքը խազեր, նո հիմա sense ինչ որ կեղտոտ փոշոտա բան չի երևում, բայց ես այս առանձին տեսանյութը կտեղադրեմ, եթե ինչ տղաների ու ծառայությունից կարաք հանգիստ օգտվեք, անձամբ ես փորձել եմ ու շատ գոհ եմ։ Ու մի վաղ ծառայություններ ունեն, փայլեցում, կերամիկա պատում, վաքսավորում, բիտումից են մաքրում, չգիտեմ ինչից են մաքրում։ Ու մեքենան նենց է փայլում, ճանջերը վրան բուքսավատ են անում։ Նկարագրության մեջ գտնեք Delta Detailing-ի կոնտակտները, հեռախոսահամարը եւ էջի լինկերը։ Ինչ վերաբերում է մեքենայի որակին, կարաք նայեք ինքներդ, այս վարորդի նստատեղն է, ինչը ամենաառաջինն է մաշվում, մի հատ նայեք ստեի կաշվի որակը, նայեք ստեղի կարերը, այս իրա գործարանայինն է, ոչ մի բան ոչ ես հոխել եմ, կարել եմ չկա, այս իրա 12 տարվա պահպանված նստատեղերն է։ Ու այս տեսանյութը ենթադրում է մի 10 տարի հետո կնայեն չինական մեքենաների վարորդները ու թող համեմատեն, թե ինչ ա եղել իրանց մեքենայի հետ ու ոնց է պահպանվել 150,000 քշած 12 տարվա Audi-ին։ Այստեղ ընդհանրապես ոչ մի բան տեղի չի ունեցել։ Ես միանգամից մտածում եմ, որ այս փեդերը պետքա փոխեմ, բայց ես չէի սպասում, որ իրանք այնքան լավը կլինեն, որ ես առաջի անգամ իմ կյանքում իրանք կհավանեմ ու կթողեմ անենց ոնց որ կան։ Ու էսի իսկական փեդ է։ Այստեղ կա ակնոցների հատուկ sense դարակներ կան նստատեղերի տակ։ Հələ նայեք ստե ինչ քեչաներ կա։ Տեսնում եք այս մազմզուկները, էսի հենց այն զաշիտնիկներն է օպցիայով, որ մեքենա սարքում է անաղմուկ։ Իմ սիրած օպցիաներից չկա մենակ այն, որ երբ որ հետադարձ ենք դնում հայլիները իջնում են ներքև, բայց այդ հարցը լուծել եմ ընդդեմ հատ եկած այս լուպա եմ ճպացրել վրան, որ sense ուշադիր նայեք կտենաք sense պիքսելները ոնց որ 90-ականների Nintendo-ի, Denzi, Sega-ի գրաֆիկան լինի, ինչ որ sense retro vibe կա այս ամեն ինչի մեջ։ Ստեղ մի հատ կրակայրիչի տեղ կա, կոպեկներ պահելու sense ինչ որ մի բան։ Եթե դուք հանգարց ուխտի պես սիրում եք ջուր խմել, ապա ձեր ջրի պաշարը հաստատ չի պակասի, որտեվ նայեք, ես այդքան շիշ չունեմ, ստեղ հələ 2 հատ, այս sense տեղ կանի։ Այս sense մեծ գրպաններ ոչ մի տեղ չէի տեսել։ Այս բաժակների տեղը նենց է սարքած, որ ստե մի բան դնում եք ու ինքը չի շարժվում, որտեվ այն ամենատակը, այսինքն բռնող փոքր ռեզինից անց կա, որը կախված բաժակի չափից, այնտեղ խրվում ու մնում է այսպես։ Վերջ։ Բացի այդ այս բռնող բաները իրանք sense ներքևից վերևից թեքվում են կախված, այսինքն ձեր շշի ֆորմայից, եթե ներքևն է բարակ կամ վերևն է բարակ, ինքը sense գրկում է իրան։ Սա ճռճռոցների առումով ստեղ ոչ մի բան չի ճռճռում, ու ստեղ առհասարակ ոնց որ բետոնից սարքած լինի, չկա, այս արդեն մատերը սա ճռճռում, падլակոտնիկը չի ճռճռում, իսկ քշելու ընթացքում ընդհանրապես ծպտուն չի գալի մեքենայից։ Կարաք sense առաջ տանեք, հետ տանեք, մի աստիճան բարձրացնեք, 2 աստիճան, ոնց դուք ձեզ սիրում եք, հա, sense ձեռը նստեք, բռնեք sense ամեն ինչը հարմար։ Ստե sense մի հատ խոց ունենք, մեզ իմ Բերմուդյան երանգյունին է, ստեղ կա 12 վոլտի լիցքավորման տեղ, AUX, ինչ ես լրիվ օգտագործել եմ, sense մի հատ փոքր player ունեմ, հələ նայեք ինչ պուճուր է, ասեք բութ մատից չափ է, 64 գիգա ինչ է ստեղ, մի խոսքով սա երկերը լցրել եմ առանձին ստեղ, բայց հեռախոսն էլ է Bluetooth-ով կպնում, ունենք ստե sense բարդաչոք, որը sense հանգիստ առանց վռազելու իջնում է, sense մեջ ինչ որ փափույ բաներով, ստեղ էլ հեսա A4-ը հանգիստ առանց ծալելու տեղ ան
մնում, ստեղ ինչ որ sense փոքր դարակ կա, որ ինչ որ բաներ կարակ դնեք։ Ու հիմա գնանք տեսնենք հետևի ինչա կատարվում։ Իմ հասակը 1.78 սանտիմետր է, ու ստեղ ես ինքս իմ հետևը երբ որ նստում եմ, այսպես հանգիստ 4 մատ տեղ է մնում։ Ստեղ 3 հոգի լինում է նստացնել։ Իհարկե sense լավ բարձր sense բան կա, որ ոտերին հեչ հարմար չի։ Բացի դրանից տեսես մի հատ USB զարյատկի բան կա, այսինքն եթե ձեր ուղևորը ռոբոտ է ու ճամփիկեսին նստել է, հանգիստ կարաք ստեսից իրան նստացնեք, զարյատկի դնեք, որտեվ լրիվ sense մտնում է ընդ որտեղ պետք է, այսինքն նո զարյատկի տեղ է, էլի։ Չգիտեմ ինչի համար են sense թողել, սրանք էլ sense իրանց տեղը կարծես թե ունեն, բայց sense չեն մտնում, այսինքն պետք է դուք sense ինչ-որ, չգիտեմ, հետները sense լեզու գտնեք, նո ես մեկի հետ լեզու գտնել չի լինում, ոնց ուզում եք նստեք, ձեր 5-րդ կետի վրա միշտ էսից գալու եք, ստեղ առա հետևի ուղևորների բախտից թե ինչ որ օդի փչելու բաներ կա, այնտեղ մենակ ոտերի տեղից է գալիս, բայց թե ինչ որ դեմքին, մեմքին, որ ինչ որ մեկը նստի ուզենա ինչ որ բան փչի, չկա։ Ստեղ ուղղակի կա իմ զիբիլանոցը, որ ես այնտեղից ինչ կա չկա, ստախտել լցնում եմ։ Հետևի նստողներին հասնում աստե մենակ իմ զիբիլները, հա մեկը ստե 12 վոլտի լիցքավորման մի հատ տեղ, այս անիմաստ ցանցերը ինչպես միշտ բոլոր գերմանական մեքենաների մեջ եւ ստե ունենք պատլակոտնիկ ընդհանրապես պատլակոտնիկ, ոչ մի բաժակ դնելու տեղ, ոչ մի բան, ուղղակի սենց իրանց համար նստեն, հանգիստ գնա, ոչ մի բանից չբողոքեն, եթե նեղվում են ուզում են լույս վառեն, սրտները լենանա, ստե լույսի տեղը կա ու վերջ։ Բայց զատո ստեղ մեջտեղները կտոր կա, որ ձմեռը ոչ սառելու են, ոչ էլ ամառները խաշվելու են։ Քարսիտի դնելու տեղեր ստեղ մենք տեսնում ենք ունենք, եւ ստեղ հետևի դռան վրա տեսնում եք էլի լիտր կեսանոց մեծ ջուր լինում է տեղանել, ստեղ ինչ որ փոքր կարակելի 2 հատ դնեք, նո մի հատ էլ ջուր սենց կարա դնի իմ անձնական օգտագործման զիբիլի դույլի մեջ։ Հա, բայց տեսեք ինչ ձիգ է մնում։ Ձիգ առանց ճռճռոցի, ձիգ, բայց հատուկ Mercedes-ների եւ BMW-ների համար, որ ձեզ մենակ չզգաք, տեսեք։ Ճռճռիկ կաստե։ Ձեր աղբերն է։ Ուրիշ ճռճռացող բան ցավոք չկա։ Մեկ էլ եթե ձեզ մի օր պատմեն, ասեն, որ այս հետևի նստատեղերը կարգավորվող է լինում, ասենց ինչ որ հետ տանել ավեն, բան չհավատակ։ Էսի ուղղակի մարքեթինգի կուտ է, որովհետև այս դիրքով նստելը հեչ հարմար չի, ու էսի նախատեսած չի, որ եթե ինչ որ մեկ ուզենա, ասենց կզարանի նման առաջ եկած նստի, կարա ինքը տանի առաջ, տենց բան չկա։ Միակ հարմար դիրքը էդի մաքսիմալ հետ տարածնա, ու իրականում այս նստատեղի մի քիչ առաջ գալ, էդի նրա համար է, որ հետևի բեռնախցիկի լիտրաժը կարանան մեծ գրեն։ Դες ինչ որ մոլուցք կա, չէ, որ մեկ ասма չէ, իմ բեռնախցիկի 520 լիտր ասма չէ, իսկ իմ մոտ 550 լիտր է։ Ես այդ հիմարության համար արած։ Բեռնախցիկ, իմ ամենասիրած ձևով, ձեռով սենց եք անում բարձրացնում, տեսեք իքնել է ավտոմատ բարձրանում, բայց սենց կարեք շատ արագ սենց իրան փագեք։ Էս լինում է հանել, բայց շատ հիմարավարի է սարքած, ես սենց ապուշ լուծում, չգիտեմ, մեկ էլ որ մեքենայի վրա եմ տեսել, որ ամեն անգամ պետք է ինչ որ այս է սենց զզվելի ձևով քանդեք, որ կարողանաք էսի հանեք։ Սա կոշտ պոլկա է, իրան լինում է սենց հանել ու ունենում եք այսքան եկա տարածք։ Եթե ստեղից այս ամեն ինչն էլ պարկասնեք, Մեզ տպացության որ ամեն անգամ էսի հանելուց պետք է ինչ-որ սենց մեքենան քանդեք, փչացնեք, էսի հեչ նորմալ չի ու լավ լուծում չի։ Ստեղ նաև ունենք սենց մի հատ լրացուցիչ մեծ դարակ, 3 հատ մեծ ճամպրուկ տեղան, ուղղակի ես այսօր ճամպրուկը հետս չեմ բերել, ստեղի մեքենայի քսվելիքներն են, ինչ որ գրպաններ կա, սենց ինչ որ տրապկա եմ ես դրել, ստեղ ամենակարևորը այս կա, բայց այս ամեն ինչով չի վերջամ, ստեղ մենք ունենք առանձին դարակ, սաբվուֆեր, ստեղ իրա պահեստային ակնա, որը պետքա փչեք կոմպրեսորով։ Էս էլ որ սենց, լույս գցեք։ Եվ այսքանով ֆոկուսնիկի գլխակը չի ավարտում, ստեղ մենք էլի տեղ ունենք, հələ տեսեք, այս ամեն ինչը նաև ունի սենց երկրորդ իրա սենց պահոցը։ Որտեղ տեսնում ենք ակումուլյատորը, որը հազիվ երկար տարիներ անց ֆայմել էր, որ այս ծանր բանը դիմացից հետ բերեն հետև, նո Audi-ն մի քիչ ուշ ֆայմեց, որ ծանրության կենտրոնը հնարավորինս բալանսավորեն, բայց ոնց որ ասում են լավ է ուշ, քան երբեք։ Ստեղ մենք էլի ունենք սենց դարակների տեղեր, էս իրա դանկրատնա եւ այլն։ Ստեղ էլ պարկասնենք ընդհանուր երկարությունը չափենք, ներքնակս չեմ բերել, բայց երկարությունը 1.80 սանտիմետր է, այսինքն որ ներքնակը դնեմ գալու է այս ռեզինի վրա, ու եթե ես մի օր ուզենամ պարկեմ քնեմ, մի քիչ առաջ եմ տալի դիմացի նստարանը, մի 10 սանտիմետր։ Ու ստեղ հանգիստ կարելի է պարկել քնել, նույնիսկ հարկ եղած դեպքում 2 հոգով։ Էս էլ կարեք չանեք։ Հա, բայց ամենահետաքրքիրը գիտեք որն է, որ էսի շանձեն էր հանում ճռ, որովհետև այս մասերով քսվում էր այս մասերին, բայց ես տեսեք ձայնա մեկուսացնող ժապավեններ եմ կպցրել, ու իմաստեղից
ծպտուն չի գալիս։ Ոստեղ ձեռի բռնելու sense երկար տեղը հանգիստ կարանք, այսպես իջացնեք ու պրծնեք։ Ծանոթացեք, շեդևր, ու հիմա ասեմ թե ինչու։ Այս շարժիչները սկսել են արտադրվել 2008 թվից մինչև 2018 թիվը, իրանք տեղադրվել են լիք Audi-ների վրա, ու երբ որ այս շարժիչը դուրս եկավ, այդ ընթացքում BMW-ն ու Mercedes-ը ներվայնությունից եղունգներն էին կրծում, որովհետև այն բենզինի ծախսը ու դինամիկան, որ այս շարժիչը ունի, դա ուղղակի ֆանտաստիկա է։ Համ հզոր է ու իր կոմպրեսորի հաշվին այդ հզորությունը դες վարկյանական հասանելի է։ Օրինակ տուրբո մոտորները, հատկապես իր սերնդի, sense մի քիչ դանդաղ էին, sense արթնանում, էլի այդ տուրբո լագ ասածը ինքը մի քիչ ուշացնում է այդ արագացումը։ Բացի այդ, ի տարբերություն տուրբո շարժիչների, կոմպրեսորը ավելի քիչ է տաքանում, ավելի հուսալի է, յուղը չի կեղտոտում։ Բացի այդ, շարժիչները շատ հեշտ լինում է տյունինգ անել։ Մենակ ծրագրային միջամտությամբ հանգիստ կարելի է սարքել 333 ձիաուժ, եթե իհարկե արդեն այդքան ձիաուժանոց չի ձեր շարժիչը, իսկ եթե ուզում եք ավել, ստեղ ուղակի փոխում եք այս կոմպրեսորի շկիֆը, փոխում եք նաև այս ռեմենը, որ համապատասխանի իր տրամաչափին, ու դե պլյուս մի 50 ձիաուժ էլ ավելանում։ Իսկ եթե էտել է ձեզ քիչ, արդեն փոխում եք ինտերկուլերը, մի քանի մանր-մունր բաներ եք փոխում ու կարող կանցնեք 400-450 ձիաուժ։ Ու նայեք ձեզ ինչ եմ ցույց տալի, ես շուպ ունեմ։ Այս շուպը ես առանձին առել դրել եմ, որ կարողանամ յուղի որակը նայեմ, որտեղ այս շարժիչները շուպ չեն ունեն, մնդեղ ինքը էլեկտրական դատչիկի շնորհիվ է ցույց տալի թե ինչքան է ձեր յուղի մակարդակը։ Ուստեղ տեսնում ենք sense թափքը ձիգ պահելու այսպես դուգեք, մեկ էլ ձեզ ասեմ, որ իրա կապոտը ալյումինը, որը քչացնում է քաշը դիմացի մասից, տեսեք, ստեղ մագնիսը չի կպնում, իսկ ստեղ կպնում է։ Արեսիշ կպել է կպել։ Մեկ էլ բեռնախցիկն է ամբողջությամբ ալյումին, իսկ այս կողքերը արդեն երկաթ է։ Ու այս մեքենայի սաղ կախարդանքը սկսում է այն պահից, երբ որ դուք նստում եք իր ղեկին այս հրաշք նստարանների վրա։ Իսկ սենց համադրություն լինում է մենակ S-line-ների մեջ, տեսեք ստեղ էլ գրած է S-line, այս մասերը սենց լինում է տեղա շարժել, մեջքերը լինում է փչել, իջացնել։ Մի մոռացեք ու բաժանորդագրվեք իմ ալիքին, որ օգնեք ալիքի զարգացմանը, ու ես ավելի հավեսով նկարեմ test drive-երը։ Երբ որ ես առաջի անգամ քշեցի էլեկտրական մեքենա, դրանից հետո երբ որ բենզինայիններն էին նստում, sense մի տեսակ sense ինչ որ նախանձ էր մնացել մեջս, որ ոնց է էլեկտրական մեքենա, sense վարկյանական արձագանքում ձեր ոտնակին, երբ որ դուք սխվում եք գազի պեդալը, որտեվ բենզինայինների մոտ ինչ էլեկտրականի հետ էլ համեմատես, մի քիչ այդ տուպոյությունը կա, էլի, իսկ կոմպրեսորի դեպքում էդի վարկյանական դուք ստանում եք համարյա էլեկտրականի նման, երբ ես կպնեմ այս գազի ոտնակին, միանգամից ես ստանում իր ամբողջ հզորությունը։ Ղեկի կտրուկությունը, հա, sense ոնց շարժում եք մեքենան ձեզ լսում է։ Տեսեք, գնում եմ, մի թեթևս կպնում, միանգամից ինքը վերցնում է, միանգամից։ Ու այս սաղ զգացողությունների անմիջականությունը իր հետ, թե այս ղեկի, թե արգելակման, թե արագացման, տալիս է ձեզ այն, որը շատ քիչ մեքենաներ կարան տան։ Ես սիրում եմ, որ ամեն ինչ իմ կոնտրոլի տակ է, երբ ուզեմ արագանա, երբ ուզեմ թեքվի, եթե ինչ-որ մի հատ արգելակում է դուրս գալիս, հա, սենց կարանա միանգամից անեմ ու մեքենան չշպրտի աչից ձախ, հա, սենց նես թրցնի կողք, որ հետո ես ընկնեմ, ասենք այն կողքից փորձեմ հետ բերեմ, գնա զանոց, չէ, պետք է այս ամեն ինչը լինի անմիջական, կտրուկ, հասկանալի ու հստակ։ Իհարկե շատ խնդալ է այս մանիտորի չափը, բայց ինձ էսի բացում է, տեսեք, ես իմ հեռախոսն է, որ ես դնում եմ, իմ նույնիսկ երկարությունով իմ հեռախոսը ավելի մեծ է, քան ստեղի, ասենք, մանիտորը, բայց անկեղծ ես ինձ առանձնապես պետք չի գալիս, ստեղ ինչ որ չգիտեմ, մանր-մունր ինֆորմացիաներ կարաք նայեք։ Audi-ի համապատասխան խոսքը ձիքն է, ձիք, այն որ ասում են գնդակ ավտո։ Ուզում եք ձեր մեքենան 1000 ձիաուժ լինի, մեկը դուք պրոբկայի մեջ լինելու եք կանգնած։ Շատ են սվետաֆորներից ես մի հատ սխմեք, ու այսքան տեղը ձեզ լավ զգաք, վերջ։ Քշեք միջև 60-70 ու գաք սենց մեքենաների հետևը կանգնեք։ Այս հայլիները իմ տեսած հայլիներից ամենամեծն են։ Էսի iPhone 16 Pro Max-ն է, ես սենց դնում եմ, մի հատ նայեք, բարձրությունը ուղիղ iPhone-ի երկարության չափ է։ Սենց էլի սենց մեջը ազատ լողում գնում գալիս է, փորձի համար վերցրեք ձեր հեռախոսը, հաստատ այս չափի սմարթֆոն կունենաք։ Ու մի հատ այս սենց դրեք,
ու տեսեք ինչ չափա ձեր հայլին, որ հասկանաք էսի ինչ մեծ է։ Սենց մեծ հայլիներ էլ դուք երբեք չեք հանդիպի ավտոմեքենաների վրա, ապահովության նորմաներին համապատասխան այս մոդելից հետո ու առհասարակ սա հայլիները սարքում են փոքր, որպեսզի վթարի դեպքում, երբ որ ձեր մեքենայից ինչ որ կտորներ թռնի, օրինակ հայլին, հետիոտներին չվնասի, որտեվ այս չափի հայլին, երբ որ թռավ խփես մեկի գլխին, գլուխը վրայից պոկելու է, այսքան է այս հայլին։ Երկրորդը իր եզրը նենց անկյան տակ է, որ չկա տենց անտեսանելի գոտի, որ ես չկարանամ տենամ։ Ուղղակի գոյություն չունի անտեսանելի գոտի այս հայլու համար չկա։ Սկսած անմիջապես էս իմ կողքից միջև մեքենայի հետևը լրիվ սենց ցույց է տալիս սուպեր ռեզոլյուշնով, ոչ թե սենց էկրաններ, մոնիտորներն է դնում այսքան ու ասում են սենց ռեզոլյուշնը շատ է, պիքսելները, brightness-ը, կամերաներով կարող եք նայեք տեղ ծիծիլոնի վրա պիքսելներ է, լավ, սենց ասեմ։ Առանց նայելու ստեղի սաղ կոճակները լրիվ հասկանում եք, որտեղ ինչ է գտնվում, ինչ է անում։ Ձենը բարձրացնել, իջացնել ղեկի վրա այս ռոլիկները երևի ամենահարմար լուծումն է, որը երբևէ ավտոինդուստրիան սարքել է։ Հետադարձի հալին շատ լավ է ցույց տալի, թե ինչ է կատարվում հետևը։ Էս ինչ էր հաշկի սերված։ Այս մեքենայի կարևոր ֆունկցիաներից է նաև այս Drive Select-ը, որը ունի մի քանի ռեժիմ, կա օրինակ էկոնոմ ռեժիմ, ինքը շատ շուտ է փոխում փոխանցումները ու դուք ասենք քաղաքում, չգիտեմ, կամ ցանկացած տեղ 60-70 գնալուց արդեն ինքը 7-րդ, 8-րդ սկորուստ է լինում ու շատ пассив է գազի ոտնակին ռեակցիաներ տալիս։ Տեսեք, ես 77 կմ/ժ արագությամբ եմ գնում, ապարոտներս, ու ստեղ դիքել եմ հելնում, ապարոտներս 1000 է, հեսա գնում եմ 8-րդ սկորուստ ու 1000 ապարոտ։ Իհարկե ես այս մեքենան չեմ քշում, էսի պետք է մենակ այն ժամանակ, երբ որ դուք քաղաքից դուրս, երկրից դուրս շատ երկար ճանապարհ եք գնում ու ուզում եք խնայեք ձեր վառելիքը, ասենք եթե տենց նպատակ ունեք մի բակով քշել 1000 կիլոմետր եւ ավել, ինչ է այս մեքենան թույլ է տալի իր ծախսով ու իր բենզաբակի տարողությամբ, տենց դեպքերում կարաք դնեք էկոնոմ ռեժիմ։ Բայց ես հիմնականում քշում եմ ավտոյով, ինքը կախված ձեր քշելա ոճից որոշում է էկոնոմ քշի, դայնամիկ քշի, կոմֆորտ քշի ու մեքենան իդեալական հասկանում է ձեր քշելավոճից, թե ոնց է պետք իրան պահել։ Եվ դուք կարաք ստեղից դնեք դայնամիկ, որ մեքենան կատաղացնում ու սենց անընդհատ լարված է պահում, այս ժամանակ համ ղեկն է ձգվում ու սենց ավելի անմիջական է դառնում, գազի ոտնակն է շատ կտրուկ դառնում, ապարոտներն են բարձր միշտ ձեզ մոտ, որ սենց թեթև սենց գազի ոտնակին կպնեք, այսպես թռնի մեքենան։ Ես մեկ-մեկ մայրուղիներին դնում եմ դայնամիկ, բայց փոխանցման տուփը դնում եմ Drive, այս դեպքում ինքը պահում է ղեկի կտրուկությունը եւ գազի ոտնակի ավելի զգայունությունը։ Ինքը ստեղ կոմֆորտ ռեժիմ էլ ունի, բայց կոմֆորտը ղեկը շատ է, ասենց փափուկ սարքում ու մի փոքր էլ ուշացումով է ռեակցիա տալի գազի ոտնակին, դրա համար ես առանձնապես կոմֆորտը չեմ սիրում։ Չնայած լիքը մարդ, եթե ուզում է կոմֆորտ քշի, ինքը հենց այս ռեժիմն էլ ընտրում է։ Ու այսեն քիչ մեքենաներից մեկն է, որ դուք կարաք շատ արագ քշեք ու ձեր ուղևորները գլխի չընկնեն, որ մեքենան ասենք 160 կամ 180 կմ/ժ արագությամբ գնում է, որովհետև ինքը ոչ թափ է տալիս աջ ձախ, վերև, ներքև, իր շարժիչը աշխատում է շատ հանգիստ առանց աղմուկի, ոչ էլ ինչ որ արտաքին քամու ձեներ է գալիս։ Ավելի արագ կարաք գնաք այսպես ոլորաններին, ստաբիլ, սենց մխած ճանապարհին ինքը գնում է։ Ու անգամ կմոռանաք, որ ինքը գետից 20 սանտիմետր բարձր է, ձեզ կթվա, որ սովորական Audi A4 կամ A5 եք քշում։ Ու այս նույն լոգիկայով կարաք քշեք համ թաց ճանապարհին, համ ձների մեջով, ինչը վարորդներին տալիս է շատ վստահություն եւ երբեմն այդ ամեն ինչը բերում է վտանգի, որտեղ վարորդը զգալով այդ վստահությունը անընդհատ մեծացնում է արագությունը, անընդհատ ավելի արագ է մտնում ոլորանները, ավելի արագ է անցնում ինչ որ բարդ հատվածները, ինչը վերջը կարա բերի վթարի, որովհետեւ կապ չունի դուք ինչ մեքենա եք քշում, ինչքան ստաբիլ է, լավ է, ցանկացած մեքենա ունի իր լիմիտները, որտեղ ֆիզիկայի օրենքները ոչ մեկ չի փոխել ու դուք պետք է միշտ դա գիտակցեք ու չչարաշահեք մեքենայի ստաբիլությունն ու ապահովությունը։ Մեքենայի սպորտային նստատեղերը կոմֆորտ են ու կարաք sense 10 ժամ գտնվեք ղեկին, չհոգնեք։ Ես սովորություն ունեի տարբեր մեքենաներ նստելուց ղեկը ստեից էի բռնում, բայց այս ղեկը ինձ ստիպում է, որ ես անընդհատ ձեռքերս դնեմ ստե, որտեղ այս մասից իրան բռնելը այնքան հաճելի է,
է, ոնց որ սենց ինքը, չգիտեմ, չեմ կարա նկարագրեմ, պետք է ուղղակի բռնեք այս ղեկը ձեր ձեռքերի մեջ, որ հասկանաք, չնայած որ դուք կարաք ստեղից էլ բռնեք, ստեղից էլ բռնեք, ստեղ էլ ինքը սենց ուռած տեղեր ունի, որ սենց շրջադարձներ անելուց սենց հաճելի ձևով հենց այդտեղից բռնում եք, սենց սահուն պտտացնում եք։ Ես առաջ գիտեի թե բոլոր Audi այս տակը կտրած ղեկերը նույն բանն են, բայց չէ, իրանք այնքան տարբեր են, սենց պտտում եք ու սենց միանգամից ձեր ձեռքերը այս կտրած մասի, այս ուռուցիկ մասերից սենց բռնում է, ու նույնիսկ իրանով սենց շրջադարձներ անելն է սենց լրիվ սենց վայելելու թեմա։ Իսկ սենց ճանապարհներում նույնիսկ իրա 20 դույմ անվահեծերով ու սպորտ պատվեսկայով մեկա դուք ձեզ այտենց չոր ու կոպիտ դղդղկալով չեք զգալու, հակառակը զգալու եք մեքենայի ունիվերսալությունը, որ ինքը մայրուղում լավ ճանապարհների վրա իրան պահում է սպորտային, իսկ սենց տեղ հանգիստ կոմֆորտով կարա գնաք, ոչ մի աղմուկ, լսեք, դղդղկոց, շխշխկոց այս մեքենայից չի գալիս։ Կարևորը մինչև ձեր ծնկները ցեխերի մեջ չմտնեք, որտեղ այդտեղ արդեն հատուկ ակեր է պետք, ու պետքա մենակ չլինեք, լինեք էլի ինչ որ սենց կամ ավելի լուրջ մեքենաներով, որ եթե թաղվեք այդ խորը ցեխերի մեջ, ձեզ կարանան այդից քաշեն դուս հանեն։ Բայց մնացած դեպքերում, որտեղ ձեր աչքը կտրում է, հանգիստ կարաք ես մեքենայով գնաք, միակ բանը, որ ձեր ուղեղի մեջ պետքա պահեք, որ շատ բարրադի ձևով ջարդ ու փշուր չանեք, որտեվ տակի բամպերները ափսոս են։ Բայց եթե ձեր համար կարևոր է սենց տեղեր քշեք, այս մեքենան լինում է նաև off-road պակետով, որ ամբողջությամբ պաշտպանված է այդ տակի հատվածը, ամորտիզատոր պրուժիններն էլ ավելի կոմֆորտ են դրած, ավելի փափուկ են աշխատում ու հանգիստ կարաք off-road քշեք։ Ուստես այս մի հատ հրաշք օպցիա էլ կա, առիթ է, որ ես փորձարկեմ, տեսեք, էսի միացնում եք, ինքը ձեզ օգնում է, որ դուք դիքը իջնեք, մանավանդ եթե սառածա չեք ուզում արգելակեք, որ մեքենան չսահի, այս միացնում եք, ոտը վերցնում եք արգելակման ոտնակի վրայից, այսենց։ Տեսեք, ոտերս հանածավերև, մեքենան նայեք ինչ թեքության վրա հանգիստ ձեզ իջացնում է, ոչ արգելակում է, ոչ բան, ձեզ ոչ մի բան պետք չի անել։ Ու պարտադիր չի, սենց off-road-ի ինչ որ ավելի լուրջ մեքենա ունենաք, որ սենց տեղեր կարողանաք գնաք։ Եվ հիմա եկեք տեսնենք, թե ինչքան է իրա 0-ից 100-ը։ Drive Select-ը դնում ենք Dynamic, ESP-ն անջատած է, Drag-ին միացրած է։ Հինգ ու 9։ Այս այնա ինչը տված է իրա գործարանային տվյալով։ Ի վերջո, ինչ է իրանից ներկայացնում այս Audi Q5-ը։ Նախ ասեմ, որ տվյալ առաջի սերնդի Q5-ը ամենաշատ վաճառված պրեմիում քրոսովերն է եղել ամբողջ աշխարհում։ Այն մինչև 2016 թվականը վաճառվել է 1.6 միլիոն օրինակով, ու Audi-ի համար Q5-ը շատ նշանակալի մոդել է եղել։ Կոնկրետ 2014 թվականի մոդելը Ամերիկայում եղել է բեսթսելեր, ինչը խոսում է նրա մասին, որ այդ թվականներին ինքը իր կոնկուրենտներից BMW-ից եւ Mercedes-ից ավելի ստացված է եղել։ Ասեմ ավելին, 3 լիտրանոց կոմպրեսորային շարժիչով տարբերակը միջև հիմա ամենահզորն ու արագն է, որովհետև Audi-ն Q5-երի մեջ էլ սենց մեծ շարժիչ չի դրել։ Այս մոդելից հետո բոլոր դուրս եկած Q5-երը միջև 2026 թիվը իրանց ամենահզոր մոդելով 0-ից 100-ը գնացել են 6.2-6.3 վայրկյան, ինչը շատ տարօրինակ է ու տխուր։ Հենց որ հետագայում ես չգիտեմ ինչ մոդել եմ փոխելու։ Նոր Q5-երի դեպքում, եթե նորմալ հզորություն եք ուզում, պետք է վերցնեք S Q5-ը, այլ ոչ թե Q5-ը։ Բայց մեկը կոմպրեսորային շարժիչներ էլ չեն արտադրվել։ Սա վերջին կոմպրեսորն է։ Իսկ իր հզորությունը, ոնց տեսնում եք 12 տարի անց, մեր հայկական պայմաններում տալիս է իր գործարանային հզորությունն ու արագությունը։ 0-ից 100 5.9 վայրկյան։ Ես դեռ չեմ հանդիպել ատմոսֆերային կամ տուրբո 10-ից 12 տարվա շարժիչ, որ Հայաստանի պայմաններում մինիմում կես վայրկյան դանդաղ չլինի։ Նաև հաջորդ Q5-ի մոդելներից սկսած, էլ մեր սիրած Quattro-ն չի դրվել։ Դրվել են Quattro-ներ, որոնք հիմնականում դիմացն են քաշում, հարկ եղած ժամանակ միացնում են հետևը։ Իհարկե լիքը մարդ տարբերությունը առանձնապես չի զգա սովորական պայմաններում, բայց որոշ դեպքերում օֆրոդում ու ձյան մեջ արդեն են չի։ Չի դրվել նաև դիմացկուն ZF փոխանցման տուփը։ Սրահի նյութերն էլ ավելի էժան են, բայց կան պլանշետներ, մեծ պլանշետներ, լուրջ ձեռքբերում է։ Իմ համար նաև ամենակարևորներից դա իր լեգենդար Quattro-ն է, որը մշտական մեխանիկական միացված է 60-40 հարաբերությամբ, ի օգուտ հետևի անիվներին եւ կախված իրավիճակից կարող է փոխել հարաբերությունը ցանկացած ակի վրա։ Այն թույլ է տալիս, որ մեքենան դինամիկ եւ ապահով քշեք ցանկացած եղանակին, ցանկացած ծածկույթի վրա։ Ի վերջո ռալլիի գեները Audi-ի մեջ լիքն են։
Իր բարձրությունը թույլ է տալիս նաև քշել օֆրոուդում, բայց առանց ֆանատիզմի։ Բամպերները ափսոս են, եթե իհարկե օֆրոուդ պակետով չի։ Մեքենան անկախ իր բարձրությունից շատ ստաբիլ է իրան պահում ճանապարհներին։ Հավաքված ու ձիգ։ Տպավորություն է, որ քշում եք սպորտ սեդան եւ միևնույն ժամանակ կոմֆորտը չի տուժում։ Այն առօրյա եւ շատ պրակտիկ, իր դասի համեմատ մեքենան թեթև է, նաեւ ես հատուկ վերցրել եմ սպորտ կոմպլեկտացիայով, որ չունենա պանորամային տանիք, պանորաման 55 կիլոգրամ քաշ է ավելացնում, բացի դրանից ծանրության կենտրոնը վերևում է, որը վատ է ազդում մեքենայի բալանսի վրա։ Գիտեմ, որ շատերին պանորաման դուր է գալիս, բայց ինքը ինձ մենակ խանգարում է։ Իր S-Line սպորտային նստատեղերը լավ գրկում են եւ միևնույն ժամանակ շատ կոմֆորտ են։ Իսկ իր S-Line ղեկը բռնելը, դա առանձին հաճույք է։ Մեքենայի ընթացքային մասը ամուր է։ Մեքենան գնվել է Երևանի սրահից 12 տարի, շահագործվել է Հայաստանի ճանապարհներին եւ մինչեւ հիմա իր ռեզիներն ու շարավոները օրիգինալ են։ Մենակ 140,000 կիլոմետր հետո հանձնվել են իր սպորտային ամորտիզատորները, ստաբիլիզատորի ստոյկաները, բայց մեկը դա համարվում է լավ դիմանալ, իսկ կոմֆորտ ամորտիզատորները ավելի երկար են դիմանում։ Իր Quattro-ն անմահ է, հետևի ընթացքային մասն էլ շատ երկար է դիմանում, շատ մեծ ռեսուրս ունի, շատ հաստ ռագատ կեք ունի, ու ես չեմ հանդիպել Audi, որի հետևը ինչ որ խնդիր ունենա։ Եթե իհարկե իրան հատուկ չեն ջարդել։ Ու առհասարակ ամբողջ ընթացքային մասը շատ ամուր է ու մեծ ռեսուրսով։ Իսկ հիմա անցնեմ իր բացասական կողմերին։ Ստեղ ես մի քիչ խորամանկություն եմ արել ու վերցել եմ նենց կոմպլեկտացիա, որ բացասական կողմերը համարյա չլինեն։ Բայց միևնույն է, կասեմ, թե առհասարակ ինչ է հանդիպում։ Առաջինը պանորաման շուտ է սկսում ճռճռալ ու իրան կարգավորելը գլխացավանք է, թե ֆինանսական, թե տեխնիկական առումով։ Երկրորդ իր բազային արգելակման սկավառակները իր դինամիկայի համար պստիկ են ու թույլ։ Դիմացը 320 մմ, իսկ ետևը 300 մմ։ Բայց ինձ մոտ, քանի որ մեքենան ամբողջությամբ սպորտ տարբերակն է, դիմացիները 345 մմ, իսկ հետևինները 330 ու արգելակում են ընտիր։ Երրորդը դա արդեն կոմպլեկտացիայի հետ կապ չունի ու կոսմետիկ թերություն է, բայց ներվերին ազդող։ Դա իր ռադիատորի ճաղերի պլոկվող ներկն է։ Ու հարցը լինում է լուծել մենակ որակյալ մշակել ու ներկելով, ինչը ես արդեն արել եմ։ Չորրորդը վիճելի է որպես թերություն, բայց ես մեկը կասեմ։ Եթե սիրում եք ագրեսիվ, կտրուկ ու արագ ռազվարոտ անել, այդ պահին թեթև դռոց կլսեք, բայց դա ընդհանրապես դռոց է։ Տեխնիկապես ոչ մի խնդիր չկա։ Բայց եթե դուք ներվային եք ու այդ դռոցը ձեր ներվերին ազդում է, ուղղակի 2-3 տարին մեկ փոխեք Quattro-ի յուղը, բայց լիքը մարդ դասկի չի էլ նկատում ու չի էլ փոխում յուղը։ Տարիներով քշում են, զուտ որ ագրեսիվ բաներ չեն անում հետադարձի ժամանակ, այդ դռոցն էլ չի գալիս։ Ում համար է նպատակահարմար այս մեքենան։ Կհամապատասխանի այն մարդկանց, որոնք ուզում են ստանալ ամեն ինչ միանգամից, բալանսավորված ու առանց կոմպրոմիսների։ Սպորտային պահվածք, դինամիկա, կոմֆորտ օֆրոուդում, առօրյա ընտանեկան, ապահովություն ցանկացած մակերեսին ու եղանակին, պրեմիում որակի իր գնային սեգմենտում, չի համապատասխանի այն մարդկանց, ովքեր գլուխ չեն դնում հետևել իրանց մեքենային ու ժամանակին անել բոլոր անհրաժեշտ սպասարկման ծախսերը։ Մեկ էլ չի համապատասխանի պլանշետներ ու մեծ էկրաններ սիրողներին։ Ստեղ մոնիտորը հեռախոսից էլ փոքր է, ոնց որ եւ S սերնդի բոլոր գերմանական մեքենաների մոտ։ Չնայած որ հանգիստ լինում է տեղադրել մեծ ու ժամանակակից թաչով էկրան եւ պահպանվում է գործարանային բոլոր մենյուները։ Կարելի է այն գնել որպես առաջին մեքենա։ Ոչ։ Մեքենան թանկ է պահվում ու պետք է իմանալ երբ ու ոնց է պետք սպասարկել։ Վթարի մեջ ընկնելուց հետո էլ իր արտաքին պանելները դժվար է գտնել, բեռնախցիկը ու կապոտն էլ ալյումին են, վնասելու դեպքում փոխվում է ամբողջությամբ։ Մեքենան գնելիս ինչի վրա է պետք ուշադրություն դարձնել։ Այստեղ պետք է լինել շատ ուշադիր, թե չէ մեքենան կարա դառնա ձեզ համար անտանելի գլխացավանք։ Հաշվի առնելով, որ իմ ունեցած սեփական մեքենաներից 8-ից 5-ը Audi են եղել, ասասներս չանտեսեք։ Նախ ասեմ, որ TFSI ու FSI շարժիչների վրա գազ դնել չի լինում, մոռացեք դա։ Ինչ էլ անեն, արդյունքում ստանալու եք զիբիլ։ Ու քանի որ հիմնական Audi-ների շարժիչները հենց այս սիստեմով են, դրա պատճառով Audi-ները Հայաստանում քիչ են, վրան գազ դնել չի լինում։ Հետո կախված իր կոմպլեկտացիայից, հաշվի առեք, որ այս ավտոմեքենաները հին են, 10 տարուց ավել, պանորամային լուկը կարա լուրջ ծախսեր պահանջի, եթե մեքենան ադապտիվ ամորտիզատորներով է, 120-150,000 կիլոմետրից հետո իրանց փոխելու ժամանակն է լինելու։ Իսկ իրանց հատը արժի 360-ից 400,000 դրամ։ Սովորական կոմֆորտ կամ սպորտ ամորտիզատորները արժեն 58,000 դրամ։ Մեկ էլ հեռու մնացեք երկրորդ գեներացիայի 2 լիտրանոց տուրբո շարժիչներից։ Եթե 2 լիտրանոց տուրբո տարբերակ եք ման գալիս, ապա վերցրեք երրորդ գեներացիայի շարժիչը։ Այն ավելի հուսալի է ու յուղ չի վառում։ Եթե իհարկե իրան սպանած չլինեն։ Ոչ ռեսթայլինգի մեջ հանդիպում են 3.2 FSI շարժիչներովը,
որոնք հուսալի են, բայց այդ մեքենաները պետք չի վերցնել, որովհետև իրանց փոխանցման տուփը 7 աստիճան S-Tronic ռոբոտ է։ Ու հաշվի առնելով արդեն իրանց տարիքը, իրանք շատ պրոբլեմատիկ են։ Ճիշտ է, կախված շուկայից հանդիպում են 8 աստիճան Tiptronic-ներ, որոնք հենց հուսալի ZF-ներն են։ Բացի դրանից ոչ ռեսթայլինգները շատ հին են նայվում, իրանք չունեն ռեսթայլինգի սիրուն լուսարձակերը, որոնք մինչև հիմա շատ ժամանակակից տեսք են ապահովում մեքենային, հատկապես գիշերները։ Մեկ էլ ռեսթայլինգի ղեկը արդեն լինում է էլեկտրական, այլ ոչ թե հիդրավլիկ, որը ավելի կոմֆորտ ու հաճելի է սարքում մեքենային վարելը։ Բայց ես ձեզ ամենակարևոր բանը դեռ չեմ ասել։ Այն վերաբերում է 3 լիտր կոմպրեսորներին։ Ստեղ մաքսիմալ պետքա զգույշ լինեք, որովհետև 120-ից 150 հազար վասկի դեպքում այս շարժիչի մեծ սպասարկման ժամանակն է արդեն։ Դրա մեջ մտնում է շղթաների փոխումը իր կոմպլեկտով $4,500, ջրի պոմպը $900, կարտերի գազերի մեմբրանը $400, տերմոստատը $170։ Ու սրանք պետք է փոխարինվի միայն օրիգինալով, որ եւս 10 տարի ծառա են ձեզ։ Դրա համար, եթե տեսնում եք 3 լիտրանոց կոմպրեսորով Audi, անպայման առնելուց առաջ ճշտեք, արդյոք փոխվել են այդ հանգույցները, թե ոչ։ Եթե ոչ, ուրեմն ձեր գնման ծախսի մեջ հաշվի առեք նաև եւս $6,000։ Ու բնականաբար այդ ծախսերով դեռ չի սահմանափակվելու։ Նենց որ վերջի կոպեկներով գերմանական մեքենա առնել ընդհանրապես խորհուրդ չեմ տալիս։ Բացի դրանից, այս կոմպրեսորային շարժիչները վատ սպասարկելու, սխալ շահագործելու ու ժամանակին իմ նշված դետալները չփոխելու հետևանքով ցիլինդրերում հայտնվում են քերվածքներ, ինչի հաշվին մեքենան սկսում է յուղ վառել։ Դրա համար առնելուց առաջ անպայման էնդասկոպով պետք է նայել ցիլինդրերի մեջ, որպեսզի հասկանան, թե ինչ կյանքով ապրել այդ շարժիչը։ Մի քանի մանր խազերին բանատեղ չդնեք, կարևորը մատի հաստությամբ քերվածքներ չլինեն։ Եվ իզուր չի, որ այս մեքենան 1.5 տարի է մանեմ եկել։ Ինչևէ, ես շատ կարամ մանրանամ իր ծախսերի վրա, բայց տեսանյութը տենց շատ կերկարի։ Եթե ձեզ հետաքրքիր է, կոմենտներում գրեք, ես առանձին տեսանյութով կպատմեմ, թե ինչքան ծախսեր արվել այս մեքենայի վրա, որպեսզի իրան բերեմ իդեալական վիճակի, թե արտաքնապես, թե տեխնիկապես։ Իսկ հիմա տեսնենք, թե ինչքան միավոր է ստանում Q5-ը իմ աղյուսակում։ Այն հավաքեց 33 միավոր, իսկ ինչ վերաբերվում է խարիզմային, իմ համար ինքը Simpo է։ Եվ ունենում ենք 33 + 3 միավոր։ Ինչևէ, բաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի բաց չթողեք հաջորդ տեսանյութերը, ու հիշեք, չկա վատ ավտոմեքենա, այլ կա անհամապատասխան ընտրություն։ Իսկ ես ձեզ մաղթում եմ անփորձանք երթևեկություն, առայժմ։